Ավետարան ըստ Մարկոսի գլուխ 14։ Եվ 2 օր հետո զատիկ էր ու բաղարջակերած տոնը։ Քահանայապետները և օրենսգետները հնար էին որոնում, թե ինչպես նրան նենգությամբ բռնելով սպանեն, բայց ասում էին. ոչ այս տոնին, որպեսզի ժողովրդի մեջ խռովություն չլինի։ Եվ մինչ նա Բեթանիայում էր բորոտ Սիմոնի տանը սեղան նստած, եկավ մի կին, որ հետն ուներ նարդոսի ազնիվ մեծարժեք յուղի մի շիշ, և շիշը կոտրելով յուղը թափեց Հիսուսի գլխին։ Աշակերտները զայրացան և ասացին. այդ յուղը ինչու այսպես պիտի կորչեր, կարելի էր այդ անուշահոտ յուղը վաճառել ավելի քան 300 դահեկանի և տալ աղքատներին։ Եվ խիստ ձայնանում էին կնոջ վրա։ Եվ Հիսուս նրանց ասաց. թույլ տվեք դրան, ինչու եք նեղություն տալիս, որովհետև նա ինձ համար մի բարի գործ արեց։ Ամեն ժամ աղքատներին ձեզ հետ ունեք, և երբ ուզենաք, կարող եք նրանց բարիք անել, բայց ինձ ամեն ժամ ձեզ հետ չունեք։ Դա ինչ որ կարող էր արեց, առաջուց խնկավետեց իմ մարմինը ի նշան պատանքվելու։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, ուր էլ քարոզվի այս ավետարանը ամբողջ աշխարհում, ինչ որ նա արեց, այդ ևս պիտի պատմվի նրա հիշատակի համար։ Եվ Հուդա Իսկարիովտացին 12-ից մեկը գնաց քահանայապետների մոտ, որ Հիսուսին մատնի նրանց։ Երբ նրանք լսեցին, ուրախացան և խոստացան նրան դրամ տալ, և նա առիթ էր փնտրում, թե ինչպես հարմար ժամանակ մատնի նրան։ Եվ բաղարջակերած տոնի առաջին օրը, երբ զատկի գառն էին մորթում, աշակերտները նրան ասացին. «Ուր ես ուզում գնանք պատրաստենք, որ զատկական ընթրիքն ուտես»։ Եվ նա աշակերտներից երկուսին ուղարկեց ու նրանց ասաց. «Գնացեք այն քաղաքը, և երբ այն քաղաքը մտնեք, կպատահի ձեզ մի մարդ, որ ուսին ջրի սափոր ունի, գնացեք նրա հետևից։ Եվ նա որ տունը որ մտնի, տանտիրոջը կասեք. վարդապետն ասում է. ուր է այն իջևանը, ուր իմ աշակերտների հետ զատկական ընթրիքը պիտի ուտեմ։ Եվ նա ձեզ ցույց կտա զարդարված մի վերնատուն, այնտեղ պատրաստեցեք մեզ համար»։ Եվ նրա աշակերտները գնացին պատրաստելու, եկան այն քաղաքը և գտան, ինչպես որ նա իրենց ասել էր, ու զատկական ընթրիքը պատրաստեցին։ Երբ երեկո եղավ, նա եկավ 12-ի հետ միասին։ Եվ երբ սեղան նստեցին ու դեռ ուտում էին, Հիսուս ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ձեզանից մեկը մատնելու է ինձ, նա, որ ինձ հետ իսկ ուտում է»։ Եվ նրանք սկսեցին տրտմել ու ասել մեկը մյուսի հետևից. «Մի՞թե ես եմ», և մյուսը, թե «Մի՞թե ես եմ»։ Նա պատասխան տվեց և ասաց. 12-իցդ մեկը, որ ձեռքը ինձ հետ մտցրեց պնակի մեջ։ Ճիշտ է, մարդու որդին կգնա այս աշխարհից, ինչպես որ նրա մասին գրված է, բայց վայ այն մարդուն, որի ձեռքով մարդու որդին կմատնվի։ Լավ կլիներ նրան, եթե այդ մարդը ծնված անգամ չլիներ։ Եվ մինչ դեռ ուտում էին, Հիսուս հաց վերցնելով օրհնեց և կտրեց, տվեց նրանց ու ասաց. «Առեք, այս է իմ մարմինը»։ Եվ բաժակը վերցնելով գոհություն հայտնեց, տվեց նրանց, և բոլորն էլ նրանից խմեցին։ Եվ Հիսուս ասաց նրանց. «Այս է նոր ուխտի իմ արյունը, որ կթափվի շատերի համար։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ այլևս որդատունկի բերքից չեմ խմելու մինչև այն օրը, երբ կխմեմ նոր գինին Աստծու արքայության մեջ»։ Եվ գոհություն մատուցելուց հետո ելան Ձիթենյաց լեռը։